Բարևում եմ։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հրազդանցիներ, բարև ձեզ, բայց իսկապես առանձնաբար ուզում եմ բարևել այս հրաշալի մեր քույրիկներին առաջի շարքում կանգնած, ովքեր եկել են եւ միակ կարգախոսը, որ անփոխարինելի են մեր իշխանությունները, մեր նախագահի գլխավորությամբ, ինչու թույլ չեք տալիս, որ շարունակեն ապահով Հայաստան կառուցելու։ Իսկապես բարև ձեզ։ Շատ լավ եք արել եւ կարող եք իսկապես ազատ խոսքի հնարավորություն իսկապես Հայաստանում կա, առանցին հանրավակ կարող եք հրավիրել եւ ձեր բոլոր բարեմասնություններով իշխանությունների ներկայացնել ժողովրդին։ Այդպես աղցիկներով կարող եք մեր քույրիկներին ցույց տալ, թե ովքեր են պահանջում։ Հիմա, բայց մի խնդրանք ունեմ, փոխանցեք իմ անունից։ Նրանք ովքեր ձեզ ուղարկել են, խնդրում եմ ասեք, թող շալվարները տան ձեզ հետ բերեք։ Ասեմ ձեզ, նրանք ովքեր ուղարկել են, դրանք պարազիտներ են, դրանք ձերակերներ են, դրանք սին լքորներ են, չէ սին լքոր բառը կարող է չհասկանան, դրանք բաշի բոզուկներ են։ Իմ անունից փոխանցեք, որ վաղը մյուս օր իրենք իրանց կանանցն են ուղարկելու ձեր փոխարեն, իրենց քույրերին են ուղարկելու, բայց մենք էլի նրանց կխնայենք, կասենք դուք գեղեցիկ եք, հրաշալի եք, մենք կլսենք ձեզ։ Հիմա ըստ էության, բայց դուք իսկապես շատ աճելի տիկին եք, իզուր եք այդ կարգախոսով եկել այստեղ։ Հիմա քիչ առաջ քայլում էի եւ նշանակ առաջ ենք ընթանալու, անկախ ամեն ինչից, որովհետեւ մենք ունենք հայրենիքը փրկելու խնդիր, մենք ունենք Հայաստանը պաշտպանելու խնդիր, մենք ունենք մեր քաղաքացուն իր հայրենիքում տիրոջ կարգավիճակով վերականգնելու խնդիր, ուրեմն մենք այդ խնդիրը անելու ենք մինչև վերջ, կյանք են կոչելու մինչև վերջ։ Իշխանությունները փորձում էին տարատեսակ անհամաձայնություններ գտնել մեր գործողություններում, այդպիսի անհամաձայնություն չկա, մենք բոլորս կողմ ենք փոփոխություններին, մենք բոլորս կարծում ենք, որ այսպես, ինչպես ներկայումս Հայաստանն է գտնվում, այսպես շարունակել չի կարելի։ Երկրի պրոբլեմը այսօր այս իշխանությունն է, որը սահմանադրական փոփոխություններով մեկ խնդիր է ուզում լուծել իր